Հոգևորականներ են բերման ենթարկվել, մասնավորապես իրավապահները բերման են ենթարկել Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին ու եւս 6 հոգևորականի։ Մայրաթորից Ֆակտոր TV-ին ասել են, որ Մկրտիչ եպիսկոպոսի գտնվելու վայրը չգիտեն։ Նա ի դեպ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II քրոջ որդին է։ Արագածոտնի թեմի առաջնորդարանը փակ է, իրավապահները տեղում գործողություններ են իրականացնում։ Տեղում աշխատում են նաեւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։ Հոգևորականներին քննչական կոմիտեի Երևանի վարչություն են տարել, մինչ բերման ենթարկել են, նրանց բնակարաններում խոզարկություններ են կատարվել։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը լրագրողներին հայտնել է, որ գործողություններն իրականացվել են իրազեկ քաղաքացիների միավորման ներկայացրած հաղորդման հիման վրա։ Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Յոհաննիսյանը հաստատել է, որ իրենց հաղորդման հիման վրա են իրականացվում գործողությունները։ Հաղորդումը վերաբերել է Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանի հանրայինի եթերում արված հայտարարություններին։ Հարցազրույցում Քահանան պնդել էր, որ ինքը մասնակցել է ընդդիմության 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր կամքով։ Սպիտակում կրակոցներ են հնչել Ձերժավայի Արկադի անունով հայտնի գործարար Արկադի Ամբարձումյանի տան մոտ։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ 10 անձ ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով։ Ձերբակալվածների թվում է նաև Արկադի Ամբարձումյանի որդին։ Դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը։ Վրաստանի կառավարության հայտարարության համաձայն անօրինական հանրահավաքին մասնակցելու եւ արված կեղծ հայտարարությունների կապակցությամբ վարչապետը չեղարկել է Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ նախատեսված հանդիպումը։ Էլինա Վալտոնենը նախորդին ներկայ է եղել Վրաստանի խորհրդարանի դիմաց կազմակերպված հանրահավաքին, զրուցել ցուցարարների հետ։ Նա նաեւ Ռուսթավելի պողոտայից տեսաուղերձ է հրապարակել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ակնկալում է պաշտպանության նախարարների նիստի արդյունքներով դաշինքի անդամ երկրները նոր հայտարարություններ կանեն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու, այդ թվում հակաօդային պաշտպանության վերաբերյալ։ Նա նշել է, որ քննարկելու են նոր նախաձեռնությունը, որը գործի է դրվել օգոստոսին Եվրոպայի կողմից ամերիկյան մահաբեր եւ ոչ մահաբեր զենք գնելու համար Ուկրաինային օգնելու նպատակով։ Հունգարիան չի հրաժարվի ռուսական էներգակիրներից։ Երկրի արտգործնախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ Դրուժբա խողովակաշարով նավթի մատակարարումները Հունգարիայի համար բացարձակ կարևոր են։ Նա հավելել է, իր պարտականությունն է Հունգարիային էներգակիրներով ապահովել, իսկ առանց Ռուսաստանի դա հնարավոր չէ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների վերադարձից հետո պաղեստինյան Համաս շարժման զինաթափումը հաջորդ կարևոր քայլն է խաղաղության գործընթացի շրջանակում։ Ըստ նրա, եթե Համասը հրաժարվի կատարել զինաթափման պայմանը, ապա իսկական քաոս կսկսվի։ Մինչ այս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Համասը հրաժարվի զինաթափվել, ամերիկյան կողմը կզինաթափի նրա զինյալներին։